Ես օգտվելով առիթից նաև ուզում եմ ձեր հեռուստաընկերության միջոցով դիմել մեր հոգևոր եղբայրներին, մեր սրբազաններին, մեր վարդապետներին, քահանաներին, սարկավագներին, մեկ անգամ եւս ասելով սիրելի եղբայրներ, դուք բոլորդ մեր եղբայրներն եք, մենք միասին շատ ապրումներ, հույզեր ենք կիսել միասին եւ մենք կարողացել ենք հաղթահարել այդ ներքին վախերը եւ կարողացել ենք մեր ձայնը բարձրացնել։ Ձեզանից շատերը Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի եւ գործնեության դեմ շատ ավելի ուրիշ վիրավորական եւ շատ այլ խոսքեր են ասել, բայց այսօր ինչի եք լռում։ Մի վիրավորեք, մենք նպատակ չունենք ոչ ոքի վիրավորելու, Ամենայն Հայոց կաթողիկոսին եւս առավել, բայց ինչի եք լռում, սպասում եք, որ ինչ լինի, սպասում եք բոլորը ինչ որ ձեր փոխարեն աշխատեն, ձեր ձայնը բարձրացրեք, արդար ձայն բարձրացրեք, եւ սա շատ կարեւոր է, այստեղ աղանդի, այստեղ հերձվածողության, այստեղ հակառակության բան չկա, այստեղ կա հանուն Սուրբ Էջմիածնի, հանուն մեր պետականության եւ հանուն մեր այն ազնիվ հավատացյալ ժողովրդի, որի զավակներն ենք մենք։